Խորամանկ տղան, կիրգիզական հեքիաթ։ Ժամանակով մի խան կար։ Նա անխիղճ խաբում ու շահագործում էր իր ժողովրդին։ Մի օր այս խանը լսում է, որ իր հպատակների մեջ մի տղա կա, որին ոչ ոք խաբել չի կարողանում։ Խանը չի պատկերացնում, որ իրենից խորամանկ կարող է լինել իր հպատակության մեջ։ Նա ձի է նստում ու գնում է գտնելու խորամանկ տղային։ Շատ է գնում թե քիչ, այդ ինքը գիտի։ Վերջապես հանդիպում է նրան, ում փնտրում էր։ Խորամանկ տղան մի բարձր բարդի գրկած կանգնած է լինում ճամփեզրին։ Այդ բարդին ինչի ես գրկել, հարցնում է խանը։ Տեր իմ, այս մեծ բարդին հենց նոր եմ տնկել և վախենում եմ, որ քամին ցած կգցի։ Քանի դեռ արմատներով հողում չի ամրացել, հարկավոր է պահել, պատասխանում է տղան։ Խանը մտածում է, որ դիմացինը խաբեբայի մեկն է և որոշում է ինչ էլ լինի խորամանկել։ Սուտ ես խոսում, ասում է խանը։ Եթե դու հռչակվել ես որպես խորամանկ տղա, ապա ինձ բոլորը գիտեն որպես խորամանկ խանի։ Արի փորձենք մեր ուժերը, տեսնենք ով ում կխաբի։ Տղան օգնում է, որ խանը ձիուց իջնի։ Նստեցնում է բարդու ստվերում և ասում, թե տանն է թողել խորամանկության գիրքը, և խնդրում է խանի ձին, որ գնա ու բերի։ Խանը ոչինչ էլ չկասկածելով, իր ձին տալիս է տղային ու մինչև տղայի վերադարձը որոշում է պառկել ծառի ստվերում։ Տղան խանի ձին նստած սլանում է նրա կնոջ մոտ և ասում այսպես. Մեր տեր խանը պահանջում է անմիջապես իրեն 1000 ոսկի տալ։ Կինը տեսնում է, որ տղան ամուսնու ձիով է եկել, հավատում է տղային և տալիս 1000 ոսկի։ Դրանից հետո տղան տուն է գնում, թաքցնում է քրոջը, ինքն էլ հագնում է նրա շորերը, երկար մազեր կպցնում ու մի շատ գեղեցիկ աղջիկ դառնում։ Խանը պառկում է, պառկում բարդու ստվերում և սպասում մինչև խորամանկ տղան վերադառնա։ Ի վերջո սպասելուց հոգնում է, վեր է կենում ու գնում դեպի տղայի յուրտը։ Այնտեղ տեսնում է մենակ մի գեղեցկուհի։ Եղբայրդ որտեղ է, հարցնում է խանը։ Չգիտեմ, պատասխանում է աղջիկը։ Խանը նոր միայն գլխի է ընկնում, որ տղան խաբել է իրեն ու տարել իր ձին։ Նա կատաղում է և որոշում է փոխարենը խորամանկ տղայի քրոջը տանել։ Երբ խանը տուն է հասնում, կինը պատմում է, որ մի տղա եկավ և իր անունից 1000 ոսկի տարավ։ Խանը բարկությունից գլուխը կորցնում է և աղջկան իր 3 դուստրերի համար դարձնում ստրկուհի։ Խորամանկ տղան այսպես ընկնում է խանի աղջիկների մոտ։ Մի օր էլ նրանք աղջկան իրենց մոտ են կանչում։ Ասում են, թե քո եղբայրը շատ խորամանկ է։ Նրանից խորամանկություն չես սովորել, հը՞։ Թե որ սովորել ես, ցույց տուր տեսնենք, թե դու ինչի ես ընդունակ։ Խորամանկ տղան համաձայնում է և նրանց մի խոր փոսի մոտ է տանում։ Ով որ ճարպկորեն փոսի մեջ թռչի, նա տղամարդ կդառնա։ Ձեզանից ով է ուզում դառնալ տղամարդ, հարցնում է տղան։ Բանից պարզվում է, որ խանի ավագ աղջիկը վաղուց երազում էր դառնալ տղամարդ։ Առանց երկար բարակ մտածելու նա թռչում է փոսը։ Աղջիկը երկար ժամանակ մնում է փոսում, սպասելով, թե երբ կդառնա տղամարդ։ Բայց համբերությունը հատում է և նա խնդրում է իրեն վեր հանել։ Հետո փոսի մեջ է թռչում խանի միջնեկ աղջիկը։ Նրան հետևում է նաև փոքրը, բայց սրանք էլ այդպես էլ տղամարդ չեն դառնում։ Խանի աղջիկները շատ են բարկանում և սկսում են իրենց ստրուկին ծեծել։ Տղան չի համբերում և բարկացած ասում է. Դուք այնքան անճոռնի եք, որ թռչելն ինչ է, դա էլ չկարողացաք անել։ Նայեք, թե ինչպես պետք է թռչել։
Այս ասելով տղան փոսն է թռչում։ Փոսում նա պոկում է իր մազերը, դեմքի ներկերը մաքրում է և աղջիկների առաջ դուրս է գալիս ինչպես իսկական ջիգիտ։ Խանի 3 աղջիկներն էլ անմիջապես սիրահարվում են տղային և սկսում են վիճել իրար հետ, թե ով է դառնալու նրա կինը։ Այնքան են վիճում, այնքան, որ տղան ստիպված նորից աղջկա շորեր է հագնում։ Խանի աղջիկները տուն են գալիս ու բողոքում են իրենց ստրուկից։ Այնպիսի բաներ են ասում, որ հայրը ստիպված է լինում նրան մի բայի ծախել։ Բայը, հիացած այդ աղջկա գեղեցկությամբ, որոշում է ամուսնանալ հետը։ Նշանդրեքի ժամանակ աղջիկը խնդրում է թույլ տալ մի քանի րոպե յուրտից դուրս գնալ, բայց բայը թույլ չի տալիս։ Այդ ժամանակ աղջիկը մի երկար պարան է ճարում։ Մի ծայրը կապում է իր ձեռքից, իսկ մյուս ծայրը բային է տալիս և յուրտից դուրս գալիս։ Յուրտի մոտ հենց այդ ժամանակ մի այծ է կապված լինում։ Աղջիկը քանդում է պարանը և այդ ծայրը կապում է այծի պոզերից։ Բայը սպասում, թե իր հարսնացուն երբ պիտի գա, և երբ համբերությունը հատնում է, նա քաշում է պարանի ծայրը։ Շուտով լսվում է այծի մկկոցը։ Բայը յուրտից դուրս է գալիս և ինչ տեսնի։ Պարանի ծայրը կապված է այծի պոզերից։ Բայը վախենում է, մտածելով, թե կախարդը իր հարսնացուին այծ է դարձրել։ Իսկ խորամանկ տղան, դեն գցելով հարսանեկան շորերը, գնում է խանի մոտ և խանին ասում է. «Դու և քո բայը իմ միակ քրոջը դարձրիք այծ, բայց լավ իմացեք, ես էլ եմ կախարդ։ Եթե քո փոքր աղջկան ինձ կնության չտաս, ապա ես քեզ կդարձնեմ ծեր այծ և մյուս այծերի հետ կքշեմ լեռները»։ Խանը շատ է վախենում և տղային տալիս է իր փոքր աղջկան ու վրան էլ մի լավ բաժինգ։ Այսպես նրանք հասնում են իրենց մուրազին։ Դուք էլ հասեք ձեր մուրազին։